Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Երկրավոր թանցրութենեն դեպի երկնային փափկությունը առաջնորդող Սուրբ Եկեղեցին բոլոր ժամանակներուն մեջ որպես աստվածասքանչ խորհուրդներուն անխարթակ հաղորդը գհիշեցնե իր հավատացյալներուն փուն բարեգենտանին խորհուրդը գհիշեցնե մարդուն թե ինչպես Աստուծո ներկայության մեջ անջարելի խնդության, ուրախության և երջանկության մեջ էր, գհիշեցնե թե մարդ ինչպես Աստուծո անմիջական ներկայության մեջ կբնակեր ու կծնծար, որում մասին շարականին բարերը խոսելով գսեն, ատամ անսուտ խնդությամբ գուրախանար և գծնծար, որովհետև միշտ Աստված կտեսներ դրախտին մեջ խոնարհած։ Սակայն բոլորս ալ գիտենք, թե մարդ ինչպես անհնազանդ գտնվեցավ և կամավորաբար չպահեց իրեն սահմանված օրենքները։ Սակայն սիրելի ագընթիրներ, Սուրբ Եկեղեցին փուն բարեգենտանին խորհուրդով իր հավատացյալներուն չի դատապարտեր իրենց գործած մեղքերուն պատճառով, չի հիշեցներ մարդուն իր սկզբնական մեղքը, այլ փուն բարեգենտանին խորհուրդով կհիշեցնե իր երանության առաջին իր օրերը, որպեսզի մարդուն մեջ դեպի Աստված վերադառնալու փափակը հրահրե, դեպի գերազանց լույս վերադառնալու դենչը ավելի զորացնե և շարականին բարերով կքաջալերե և կպատվիրե ըսելով. այսօր մենք ևս նախաստեղծ Ադամին օրինակով հոգևոր օրհնություններով ցնցանք։ Ցնցանք ոչ թե որովհետև դուրս տրվեցանք դրախտեն, այլ որովհետև նույն դրախտին փափկությունը ժառանգելու խոստումը տրվեցավ մեզի։ Ցնցանք, որովհետև այնքան սիրով լցված երկնավոր Հայր ունենք, որ նույն բարին մնաց, երբ մարդ ինք չարացավ, որ մարդասեր մնաց, երբ մարդ ինք դադրեցավ աստվածասեր ըլլալե, և Աստված ինչ որ ալ ըրավ և ինչ որ գնե միշտ բարի են և հոգուտ մարդկության։ Նույնիսկ եթե մարդ իր դգարության պատճառով չի կրնար այդ խորհուրդները իմանալ կամ գիտնալ, այսպես երբ Աստված մարդը դուրս տրավ դրախտեն, զայն դրախտին առջև նստեցուց և դրախտին առջևը երբեք չկոցեց մարդուն դիմաց, երբ Աստված մարդը պատժեց, չլքեց, երբ մահվան դատավճիրով վերջ տրավ մարդուն կյանքին, սակայն հարության հույսը ներշնչեց անոր, երբ մարդ կամավորաբար մեղանչեց, անոր փրկության համար քարեղեն երկուտախտակներ շնորհեց, և երբ տեսավ, թե միայն քիչեր կրնան այդ օրենքներով փրկության առաջնորդվել, այդ օրենքները կատարելագործեց շնորհքի դվչությամբ և այնքան սիրեց մեզ, որ իր միածին որդին ղրկեց։ Արդ սիրելիներ, բոլորս ալ հրավիրված ենք երկնային բնակության, մտնելու երկնավոր առաքաստը և անմահանալու, սակայն արժանանալու համար դրախտին փափկության պետք է նմանենք Ադամին, երբ տակավին դրախտին մեջ էր և գծնծար։ Արդ բոլորս պետք է երջանիկ կյանք ունենանք։ Անկարելի է, որ մարդ երկրի վրա վիշտ կամ ցավ չունենա,
Ոմանք կրնան իրենց գիներեն վշտանալ, ուրիշներ իրենց զավակներեն, ուրիշներ ովևէ մեկ անձ է կամ ովևէ մեկ արարք է, եւ ամեն մարդ կգարձե թե իր գրած վիշտը մեծակույնն է։ Այսպես օրինակ իշխանության գլուխը գտնվողներ կգարձեն թե իրենց աստիճանը ամենեն վշտալին է, որովհետև գաշխատին ուրիշին համար, իսկ իշխանության ենտագա գտնվող մարդուն համար ենտագայութենեն ավելի մեծ վիշտ չկա։ Հարուստը երանի գուտա աղքատին, որովհետև ոչինչ ունի գործընծնելիք, իսկ աղքատը երանի գուտա հարուստին, որովհետև հանգիստ կյանք մը գաբրի։ Ուրեմն ինչ է երջանկությունը։ Մարդոց մեծ զանգվածին համար երջանկությունը սահմանապակված է մարմնավոր հաճույքները կատարելուն մեջ, սակայն մարդոց սերունդին մեջ իր մարմնական հաճույքներուն ամենեն շատ կոհացում դվողը եւ անոնցմով երջանկություն փնտրողը օր մահայդարարեց սելով ունայնություն ունայնությանց ամեն ինչ ունայնություն է։ Սողոմոն իմաստունն էր այս խոսքը արդասանողը, որուն կյանքին ընթացքին արձատն ու ոսկին հասարակ քարի արժեք ունեին։ Աստվածաշունչին վկայությամբ բազմաթիվ հարջեր եւ բազմաթիվ գիներ ուներ եւ անոր համբավը եւ իմաստությունը տարածված էր ամբողջ աշխարհի մեջ, սակայն ասոնցմե ովևէ մեկը չգրցավ գոհացնել եւ չգրցավ երջանկություն տալ իրեն։ Եվ Սողոմոն իմաստուն ժողովողի քրքին երկրորդ գլխուն մեջ կգրե ասելով. արևունդակ ամեն գործերը տեսա, դուներ, այքիներ, բարդեզներ, ոսկիներ եւ քանցեր ունեցա, երկիչներ, սպասավորներ եւ բազմաթիվ գիներ ունեցա, եւ այս ամենը ընելու համար երբ նայեցա այն ժամանակին, որ ես դրամատրեցի անոնց, դեսա որ ունայնություն էին եւ հոգիի դանչանք միայն։ Արդ ինչ է երջանկությունը։ Այն երջանկությունը, որ տրախտին փափկությունը կշնորհե, ուրիշ բան չէ, եթե ոչ հոգևոր օրհնություններով լեցուն երջանկությունը, որով մենք կդառնանք տրախտի բնակիչներ, սակայն ինչպես կրնանք հոգևոր երջանկությունը ունենալ։ Մեղքով ծանրաբեռնված անձը չի կրնար երջանիկ ըլլալ, որովհետև մեղքը ոչ միայն կհեռացնե մարդը երջանկության աղբյուր Քրիստոսեն, այլև արգելք կհանդիսանա մարդուն, որ չմոտենա Քրիստոսին, եւ կհիշեցնեն մարդուն Աստուծո ահեղ դատաստանը, կհիշեցնեն Աստուծո արդար դատաստանը եւ կգաշկանտեն մարդուն քայլերը, որովհետեւ երբեք չմոտենան Աստուծո։ Անոնք կփորձեն մարդուն մեջ գուրցնել թեպի Աստված նայող այն աչքերը եւ հուսահատության կուպի մեջ նետելով մտածել գուտան, թե մենք մեղավոր ենք, ուստի անարժան ենք Աստուծո առջև գնալու։ Բայց սիրելիներ, պետք է գիտնանք, թե աշխարհի վրա ովևէ մեկը չկա, որ մեղք չունի։ Եվ առաքյալը այս մասին խոսելով գսե. եթե ասենք մեղք չունենք, սուտ խոսած կլանք եւ մեր մեջ ճշմարտություն չկա։ Ուստի ինչ անենք։ Սպասենք, որ թադաբարդյալի մբես մեր վճիրը արձակվի, անշուշտ թե ոչ,
Համարձակությունը ունենանք Աստուծո ողորմության թուրը փակելու, միաժամանակ վստահ լալով, որ ամենողորմ Աստված ինք, որ իր երեսը չդարձուց ապտակներեն եւ թուքերեն, իր երեսը պիտի չդարձնե մեզ աղաչողներես, վստահ լանք, որ Աստուծո ողորմությունը եւ քութը ավելի մեծ են, քան մեր կործած բոլոր մեղքերը։ Ուստի սիրելի ագընթիր, փումփարեգենտանին խորուրդեն քաչալերված, եկեք մեր քայլերը ուղենք դեպի դրախտ, եւ դրախտը գսկսի հոսքե երկրեն, որովհետև դրախտը այն վայրը չէ, ուր ծառերը չեն պտիր, դերևներն ու բդուղները չեն տապիր եւ գամ տաշտերը չեն դխրիր։ Դրախտը այն վայրն է, ուր Աստված ներկա է, եւ Աստված ինք, որ մեզի վստահեցուց թե ամեն վարյան մեզի հետ է, ինք, որ հոմբի դե ըլլա, ուր որ 2 կամ 3 անձեր գհավաքվին իր անունին համար, այսօր պատրաստ է մեզ երկրի վրա դրախտի բնակիչներ դարձնելու։ Ուստի բահեցողության նախորյակին եկեք մեր քայլերը ուղենք դեպի դրախտ, որբեսի երկինքը երկիր փոխադրենք եւ արժանավորապես ասենք. Հայր մեր, եղիցին գամ քո, որբես հերգինս եւ հերգրի եւ քեզ փառք հավիտյանս, ամեն։